Այսօրվա խոսքս վերնագրել եմ այսպես, որտեղ է քո հույսը, եւ ուզում եմ փոքրինչ կիսվել այդ վերնագրի մասին։ Ես ամեն անգամ, երբ որոշում եմ ինչ պետք է խոսեմ, նախ աղոթք եմ անում, Տիրոջից խնդրում եմ, որ ինքը ինձ տա միտք, տա խոսք, թե ինչի մասին պետք է խոսեմ։ Ու հենց իմ աղոթքի ժամանակ Աստված ինձ հիշեցրեց իմ այն ժամանակահատվածը, որով որ ես անցնում եմ եւ հույսս նրա վրա չէր։ Դրա համար էլ հենց այս վերնագիրը ընտրեցի, որտեղ է քո հույսը։ Եվ ուզում եմ կարդամ Երեմիա մարգարեության 17-րդ գլխի 7-րդ խոսքը։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, եւ Տերն է նրա վստահությունը։ Սիրելի Աստծո զավակ, եթե դու հիմա ինչ-որ նեղությունով ես անցնում, ինչ-որ փորձությունով կամ քո կյանքում ինչ-որ դժբախտ իրավիճակ կա, ուզում եմ քեզ ասեմ, որ հույսդ չկորցնես եւ չվհատվես, այլ քո հայացքը ուղես այն ճանապարհը, որտեղ դու կգտնես քո փրկությունը, կգտնես քո վստահությունը, քո ուրախությունը, քո հույսը կդնես նրա վրա։ Ու այդ ճանապարհին դու կհանդիպես մեկին, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Դու հենց այնպես չես ստեղծված։ Դու Աստծո հրաշքն ես։ Աստված քեզ ստեղծել է, իր հրաշքն ես դու, եւ նա քեզ սպասում է։ Սպասում է քո մի որոշմանը, որ դու որոշում կայացնես նրան ընդունելու քո կյանք։ Որոշում կայացնես, որ նա դառնա քո Տերը, քո հայրը դառնա, քո Փրկիչը դառնա, եւ նա ամեն բան կանի քեզ համար։ Հավատա, ինչպիսի ազդեցիկ մարդկանցով էլ դու շրջապատված լինես, ինչքան էլ հարստություն ունենաս, ինչ էլ ուզում ա լինի քո կողքին, կգա ժամանակ, որ այդ ամենը քո համար ոչինչ կլինի, որտեվ քո ներսում կա մի բան, որ այդ դատարկություն ու տագնապը, որը որ ոչ մեկ չի կարող այն վերացնել։ Բայց կա մեկը, որ կարա ամեն բան անել, կարա քո ներսի տագնապը խաղաղության վերացի, կարա քո ներսի անհանգստությունը ուրախության վերացի, եւ դա Տեր Հիսուսն է։ Խոսքի մեջ հենց Տիրոջ օրհնության մասին է ասում, որ Տիրոջը վստահողը օրհնված է լինում։ Տերը գիտի քո կարիքը, Տերը գիտի քեզ ինչա պետք, ինչքան է պետք, որտեղից պետքա քո օրհնությունը լինի, ինչպես պետքա լինի, նա ամեն բան գիտի։ Եկեք մեր հույսը տանք նրան, մենք վստահենք նրան, որտև Տիրոջ կամքը միշտ կատարյալ է, Տիրոջ կամքը միշտ բարի է մեր կյանքերում։ Նաև ուզում եմ կարդանք Սաղմոս 62-ի 5-րդ խոսքը։ Ով իմ անձ, միայն Աստծուն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ Սաղմոս 2-ն այս ամենը իրան է ասում, որ պետք է ինքը իր անձը վստահի Աստծուն, որտև հույսը միայն նրանից է։ Եվ մեր կյանքում էլ սիրելի հոգի, մենք պետք է ամեն բան միայն Տիրոջը վստահենք, Տիրոջը հուսանք։ Ոչ մեկի վրա հույսը չպետք է դնենք։ Ուզում եմ նաև քեզ ասեմ, որ չշփոթվես եւ չվհատվես, հանկարծ չմոլորվես, որովհետև այս աշխարհը շատ գայթակղիչ ձևով կարող է քեզ առաջարկներ անել, շատ սիրուն ձևով քեզ տարբերակներ առաջարկել, որով որ դու տեսնես, կմտածես, որ հենց դա է քեզ պետք, դա է քո փրկության ելքը։ Եվ դու այդ ճանապարհով գնաս ու կործանվես։ Դու չգիտես դրա հետևում ինչ կա։ Բայց երբ Տիրոջն ես հուսացած լինում, Տերը ամեն բան լուծում է, ամեն քո կարիքը լուծում է, ամեն խնդրից քեզ հանում է։ Եվ ուզում եմ նաև իմ վկայությունով ձեզ հետ կիսվել, որ դեռ Աստծուն չէի ճանաչում, Աստծուն մոտեցած չէի, ես էլ ամեն բանը իմ հույսը դնում եմ մարդկանց վրա, նյութական բաների վրա, մտածում եմ, որ իմ շրջապատի մարդիկ ինձ կօգնեն։ Եղել է այդպիսի իրավիճակ, որ հենց այն մարդը, ում վրա իմ հույսը դրել եմ, ինքը ինձ ասել է գնա ու աղոթի։ Մենակ Աստված կարա քեզ փրկի, որ դու իմ վրա հույս ես դրել, ես ոչինչ չեմ կարող անեմ։ Բայց ես դրան էլ ուշադրություն չեմ դարձել, ես շարունակաբար էլի հուսացել եմ նյութական բաների վրա։ Եվ իմ հենց Աստծուն դառնալն էլ եղել է հենց այսպես, երբ հույսս դրել էի նյութական բանի վրա, այսպես ճակերտներով ասված, մտածում էի, որ իմ փրկությունը այդտեղից է, բայց ճիշտ հակառակը եղավ։ Աշխարհը ինձ ծուղակ էր նախապատրաստել ինձ համար, ու ես հայտնվեցի անդունդի եզրին, որ կործանվում էի, որ չգիտեի ինչ անեմ, ոնց անեմ, եւ հենց այդ պահին ես իմ որոշումն եմ կայացրել, որ պետքա դառնամ Աստծուն, պետքա Տիրոջը կանչեմ իմ կյանք եւ իմ հույսը դնեմ նրա վրա, պետքա ես վստահեմ նրա ամեն մի ասածին, ամեն մի արածին, ինչ որ նա կանի, պետքա իմ հույսը միայն նրա վրա լինի, եւ հենց այդ ժամանակ փոխվեց իմ կյանքը։ Ամեն մի ժամը կարելի է ասել, ես տեսել եմ Տիրոջ օրհնությունը,
Ոնց է Տերը օրհնում, ոնց է Տերը ամեն բան, որ ես անհույս վիճակում էի դարձնում արդեն իրական, տեսանելի, ինչպես դուրս գամ այդ ամենից։ Եվ ես դրանից հետո էլ եւ հիմա էլ անցնում եմ շատ փորձություններով, շատ դժվարություններով, ներկա պահին էլ ունեմ այդպիսի իրավիճակ, բայց ես չեմ հուսահատվում։ Ես գիտեմ, որ իմ հույսը միայն Աստված է։ Ես հիմա էլ իմ հույսը դնում եմ նրա վրա եւ նրանից եմ խնդրում ամեն մի օրհնությունը, ամեն մի լուծումը, ինչ որ կանեմ, ոնց որ կանեմ, թող Տիրոջ կամքով լինի։ Եվ սիրելի ընկեր, ես գտել եմ իմ հույսը որտեղ է եւ ումից է։ Ուզում եմ, որ դու էլ հենց հիմա գտնես այդ հույսը, գտնես այդ քո վստահելի ճանապարհը։ Չհայտնվես ինձ նման անդունդի եզրի նոր որոշում կայացնես։ Քանի դեռ չարը իր նենգություններով քո կյանք չի եկել եւ քեզ չի շփոթեցրել, չի մոլորեցրել։ Խնդրում եմ, որ հիմա կատարես քո որոշումը, կա դարձի գաս, քո հույսը դնես Աստծո վրա, նրան ընդունես քո կյանք որպես քեզ Տեր ու Փրկիչ, որպես քեզ հայր, ու վայելես նրանից քեզ ուղված բոլոր օրհնությունները։ Եվ հիշիր, որ Աստված սիրում է քեզ, սպասում է եւ ընդունում է քեզ ինչպես իր զավակ։ Եվ հիշիր, որ հույսդ պետք է միմիայն նրա վրա դնես։ Դու Աստծո հրաշքն ես եւ Աստված սիրում է քեզ։ Եկեք կանգնենք եւ աղոթենք։ Տեր իմ Աստված, իմ երկնային Հայր, իմ Տեր ու Փրկիչ, քո առաջ են գալիս Տեր, մեր աղոթքներով, մեր խնդրանքներով Տեր։ Աղոթում եմ բոլոր մեր այն քույր եղբայրների համար, մեր ընկերների, հարազատների համար Տեր, ովքեր որ Տեր իրենց որոշումը չեն կայացրել Տեր։ Խնդրում եմ, որ գործես իրենց կյանքում, հայտնվես իրենց կյանքում Տեր, ցույց տաս քո զորությունը, ցույց տաս քո կատարյալ լինելը Տեր իմ Աստված, խոսես իրենց սրտերի հետ Տեր իմ, այնպիսի իրավիճակներ ստեղծես Տեր, որ իրենց չար ու սխալ ճանապարհներից ետ դառնան դեպի քեզ ընդունեն եւ ապրեն քո սուրբ եւ բարի ներկայության մեջ Տեր, քո սերն ու խաղաղությունը նրանք էլ վայելեն, ինչպես մենք ենք քեզ հետ հանդիպելով վայելում Տեր։ Խնդրում եմ, որ օրհնես Տեր իմ Աստված, օրհնես այդ մարդկանց եւ պահես թշնամուց իր բոլոր հարձակումներից Տեր։ Առաջնորդիր եւ պահիր ու պահպանիր Տեր իմ Աստված նրանց բոլորին, որպեսզի չգնան կործանում։ Մենք գիտենք, որ դու բոլորին սիրում ես Տեր։ Աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։